Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձություններն այնքան բուռն ու հագեցած են զարգանում, որ գրեթե յուրաքանչյուր նոր սերիա դառնում է իսկական զգացմունքային պայթյուն, հերոսների ճակատագրերը բախվում են իրար, բացահայտվում են գաղտնիքներ, իսկ սերն ու դավաճանությունը դառնում են սյուժեի հիմնական առանցքը։ Աննայի հղիության լուրն ամբողջությամբ կփոխի շախունցների ընտանիքի մթնոլորտը, նա ուրախությամբ այդ մասին հայտնում է Միքայելին, վերջինս բառացիորեն կորցնում է գլուխն ուրախությունից լցվելով հույսով, որ գուցե այս երեխան կվերամիավորի իր ընտանիքը ու կբերի նոր սկիզբ։ Սակայն այս նորությունը նոր սկիզբ կբերի։ Միքայելի նախորդ գաղտնիքների ֆոնին Անան լիովին չի կարողանում վստահել նրան, իսկ գուցե հենց սա է պահը, երբ Անան ցանկանում է ամրապնդել իր տեղն ընտանիքում նախքան ճշմարտության բացահայտումը Հենրիի կենսաբանական մայրիկի մասին։ Մինչ Միքայելն ապագա երեխայի մասին է երազում, Հալալն անակնկալ բացահայտում է անում։ Նա խոստովանում է Հենրիին, որ բոլոր այն դաժան ու նվաստացուցիչ դրվագները, որոնք վերջերս կործանեցին նրա հարաբերություններն Անգելինայի հետ, կազմակերպված են հենց ընտանիքի կողմից Հենրիի հայրիկի ու պապի պատվերով։ Այդ խոսքերն իսկական հարված են Հենրիին, ով հույս ուներ, որ գոնե ընտանիքը միշտ իր կողքին է։ Այս տեղեկությունը նրան ճնշում է այնքան, որ նա Միքայելին ասում է մի ճակատագրական նախադասություն՝ այլևս Հենրի անունով որդի չունես։ Դա ոչ միայն հիասթափության, այլ նաև լիարժեք հրաժարման նշան է, սկսվում է Հենրիի անկախ ճանապարհն առանց ընտանիքի, առանց հենման կետերի։ Բայց ամենալարված զարգացումները դեռ առջևում են։ Անգելինան պատահաբար գտնում է փաստաթղթեր, որոնք ամբողջությամբ փլուզում են իր աշխարհը։ Այդ փաստաթղթերում նշված է, որ նրա ծնողները անպտուղ են։ Անգելինան լինելով բժիշկ, բնականաբար կարդալով այն հիվանդության մասին, որը գրված է փաստաթղթերում, նշում է, որ այդ հիվանդությամբ տառապող մարդիկ անպտուղ են լինում։ Սա նշանակում է միայն մեկ բան՝ Անգելինան ավագի ու Վիկտորիայի կենսաբանական դուստրը չէ։ Նրա աշխարհը գլխիվայր է շրջվում։ Ինչ է սա նշանակում, ով է նրա իրական մայրը, ինչու են թաքցնում դա իրենից, իսկ եթե ճիշտ է այն վարկածը, որ նրա կենսաբանական մայրը հենց այն կինն է, ով դեռ հայտնի չէ, ու արդյոք մահացել է թե ոչ, Վիկտորիան գիտի այդ ամենի մասին, փոխելու է Անգելինայի կարծիքն իր հարազատ ծնողների մասին, այն ծնողների, ովքեր մեծացրել են նրան։ Սերիալում սկսվում է նոր փուլ։ Հենրին հեռանում է ընտանիքից։ Անգելինան սկսում է փնտրել իր անցյալը։ Աննայի ու Միքայելի հարաբերությունները նոր փորձությունների են ենթարկվում։ Բագրատի մեծ խաղը, որում նա ուզում է ոչ միայն վրեժ լուծել, այլ նաև փլեցնել ողջ շախունցների կայսրությունը։ Հերոսները կանգնած են ճակատագրական ընտրության առաջ, և ամեն նոր բացահայտում փոխելու է ոչ միայն նրանց ճակատագրերը, այլ նաև մի ամբողջ սերնդի պատմությունը։ Մինչ միասին կբացահայտենք բոլոր հետաքրքիր գաղտնիքները, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք ձեր կարծիքը դերասանի, կերպարների և իհարկե չմոռանաք նաև գրել, թե որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ինչպես է վարվելու Անգելինան այն փաստաթղթերի հետ, որը նա հայտնաբերել է, և ինչպես է պարզելու, որ այդ փաստաթղթերում իրականությունն է գրված, և հավանաբար հենց դա է պատճառը, որ ավագի ինքնազգացողությունը վատանում է, նա ուշաթափվում է և ընկնում գետնին, արդյոք ավագը կմահանա, թե ոչ։ Մեր նախորդ տեսանյութերից մեկում պարզել էինք այդ ամենի մասին, թե ինչ հետևանքներ է ունենալու այս ամենն Անգելինայի ընտանիքի մասին, ցույց կտա ժամանակը։ Բնականաբար նրանք այլևս չեն կարողանալու թաքցնել գաղտնիքը, քանի որ Անգելինան, լինելով բժիշկ, այլևս գիտի ճշմարտությունը, գիտի, որ իր հարազատ ծնողները, ովքեր մեծացրել են իրենց, տառապում են անպտղությամբ։ Բնականաբար նա պետք է պարզի ճշմարտությունն իր իրական ծնողների մասին։ Արդյոք ավագն ու Վիկտորիան այնքան ուժ կունենան իրենց մեջ, որպեսզի բացահայտեն, թե ով է Անգելինայի իրական ծնողները։ Իհարկե, ավագն ու Վիկտորիան էլ չգիտեն ողջ ճշմարտությունը, նրանց թվում է, թե Անգելինան ու Հենրին քույր ու եղբայր են, և Միքայելն է
Անգելինայի հայրը, սակայն սա չէ ճշմարտությունը։ Անգելինան ոչ թե Միքայելի ու Աննայի համատեղ երեխան է, այլ Սոսի ու Աննայի։ Եվ ինչ է լինելու Աննայի հետ այն բանից հետո, երբ պարզի, որ իր հարազատ երեխան, ով ծնվելու ժամանակ չի մահացել, այլ Միքայելը նրան հեռացրել է, ինչպես կվարվի Միքայելի հետ։ Չէ՞ որ վերջին սերիաներից թվում է, թե Աննան ջերմությամբ է լցվել Միքայելի հանդեպ և կարծեք, թե նրանց հարաբերությունները մտերմացել են։ Սակայն Աննան կկարողանա ներել Միքայելին այն բանից հետո, երբ պարզի, որ այսքան տարիներ իր հարազատ երեխան ողջ ու առողջ է եղել, բայց մեծացել է բոլորովին այլ ընտանիքում։ Եվ Միքայելն հիմա էլ ամեն ինչ անում է, որպեսզի Աննան ու իր դուստրը Անգելինան չհանդիպեն իրար։ Այս և այլ հարցերի պատասխանները կստանանք ժամանակի ընթացքում, իսկ դուք այդ ընթացքում միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենադիտարժան տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը և առաջինը բացահայտելու այն գաղտնիքները, որոնք սպասում են հեռուստասերիալում հետագա սերիաներում։